Եվ այո, պետական համակարգը ստացել է համապատասխան փոխհատուցում։ Արդար լինելու մասով ենք ասում։ Ուրեմն իսկ արդար է, որ պետական համակարգը յուրաքանչյուր 4-րդ, չգիտեմ ինչ ցուցանիշ եք նշում, բայց հենց աղքատության վերացման մասով պետական համակարգի աշխատանքն է եղել, որ այդ աղքատության ցուցանիշը իջել է եւ մեր տնտեսվարողների, որոնք որ մեր Հայաստանի զարգացման հենասյունն են, նրանց տնտեսական աճի պոտենցիալը ամբողջությամբ ապահովելու մեջ հենց պետական համակարգի ավելի ցածր օղակների աշխատակիցները համաչափ, ինչպես օրինակ դուք չնշեցիք իհարկե կոնկրետ թիվը, մարդիկ եղել են 6 միլիոն, 7 միլիոն, 8 միլիոն են պարգևատրել, օրինակ Հայփոստը, որը նաև էլի պետական մարմնին է պատկանում, Հայփոստի աշխատակիցները դժգոհում են, որ իրենք ընդհանրապես պարգևավճար չեն ստացել։ Հիմա արդարության սկզբունքով եթե առաջնորդվենք, վերին օղակում գտնվողները, ովքեր ստանում են բավականին բարձր աշխատավարձ, որ փոխհատուցման եւ վարձատրության այս մեխանիզմը կարող եք բացել, կարդալ ինչ սկզբունքներով է։ Ախր դա այլ հարց է, տիկին նախարար։ Չէ, արդար է, որ ձեր 6-7 միլիոնը ձեր օրինակ ենթակայությամբ գործող բժիշկներից շատերի օրինակ 2 տարվա աշխատավարձն է, 2 տարվա։ Իմ ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունենք, որոնք ստանում են այս պարգևավճարի կրկնակին 1 ամսվա ընթացքում։ Հիմա դա արդար է։ Բարդ վիրաբույժներ են, այո, արդար, եթե բարդ վիրաբույժ են, օրինակ, հասկացանք, բայց նույն պոլիկլինիկական օղակի աշխատողներ 152,000 են ստանում։ Պոլիկլինիկական օղակի աշխատակիցների աշխատավարձերն է վերջին տարիներին բոնուսների համակարգով էականորեն աճել է եւ աճելու է հաջորդի։